Կայացած հանդիպման ընթացքում երկու երկրների նախագահները քննարկել են ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին, առկա խնդիրներին եւ այդ գործընթացն առաջ մղելու հնարավորություններին վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ։ Уважаемый Серж Азатович, уважаемые друзья, мне очень приятно всех вас видеть в Москве. Հարգելի Սերժ Ազատի, հարգելի բարեկամներ, շատ հաճելի է ձեզ բոլորիդ տեսնել Մոսկվայում։ Հայաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է Անդրկովկասում եւ մենք հետեւողականորեն կառուցում ենք դաշնակցային հարաբերություններ, ընդ որում բոլոր ամենազգային ուղղություններով եւ միջազգային հարթակում։ Նկատի ունեմ առաջին հերթին ԱՊՀ տարածքը։ Մենք այստեղ համագործակցում ենք եւ ՀԱՊԿ եւ այժմ արդեն Եվրասիական միության շրջանակներում։ Իդեպ ինձ շատ հաճելի է արձանագրել եւ ուզում եմ ձեզ շնորհավորել այդ առիթով։ Ես նայել եմ անցյալ տարվա տվյալները ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո համախառն ներքին արդյունքը ձեզ մոտ աճել է 10%-ով, ինչպես երևում է փաստաթղթերից։ Դա իհարկե շատ դրական ցուցանիշ է։ Հույս ունեմ, որ այս դրական դինամիկան կշարունակվի։ Մենք ունենք նաև երկկողմ բնույթի բազմաթիվ այլ հարցեր։ Այդ պատճառով ես շատ ուրախ եմ ձեզ տեսնել։ Բարով եք եկել։ Շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի, ես շատ ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար եւ ավանդաբար այնպես է ստացվել, որ տարվա այս նույն ժամանակահատվածում հանդիպում ենք քննարկելու հայ-ռուսական դաշնակցային գործընկերության վիճակը, երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի առավել արդիական հարցերի շուրջ մտքեր փոխանակելու եւ իհարկե քննարկելու նախկինում մեր ձեռք բերած պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Ես գոհունակությամբ եմ ուզում փաստել, որ չնայած համաշխարհային եւ տարածաշրջանային տնտեսական խնդիրներին 6 ամսվա ընթացքում մեր արևտրաշրջանառությունն աճել է 12%-ով, իսկ Հայաստանից արտահանումը Ռուսաստան աճել է գրեթե 90%-ով եւ փաստորեն հասել է կիսամյակի ընթացքում իր պատմական առավելագույնին։ Դա իհարկե նաեւ ԵԱՏՄ կողմից տրամադրվող հնարավորությունների շնորհիվ է, ինչը անշուշտ շատ լավ է։ Նախագահ Սերժ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել Վլադիմիր Պուտինին Լեռնային Ղարաբաղի խնդրի դիվանագիտական ճանապարհով լուծման գործում Ռուսաստանի կողմից ներդրվող ջանքերի համար։ Ռուսաստանի Դաշնության նախագահն իր հերթին նշել է, որ հաճույքով կտեղեկացնի նախագահ Սերժ Սարգսյանին Ադրբեջանի նախագահի հետ Բաքվում տեղ ունեցած հանդիպման ընթացքում ԼՂՀ հակամարտության շուրջ զրույցի արդյունքների մասին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը ձգտելու է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխզիջումային եւ երկու կողմի համար ընդունելի որոշման։ Հանդիպման ավարտին նախագահները ԶԼՄ-ների առջև հանդես են եկել բանակցությունների արդյունքները ամփոփող հայտարարություններով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանելով հայ լրագրողի հայկական կողմի իբրև թե 5 ապա 3 շրջանների հանձնելու մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությանը եւ ԼՂՀ հակամարտության բանակցային գործընթացի ոգուն դրանց համապատասխանությանը վերաբերող հարցը պատասխանել է։ Прежде всего, я полагаю, что в мои обязанности не входит комментировать высказывания. Նախ եւ առաջ ես կարծում եմ, որ իմ պարտականությունների մեջ չի մտնում մեկնաբանել իմ գործընկերների արտահայտությունները, այդ թվում Ադրբեջանում, Հայաստանում եւ ցանկացած այլ վայրում։ Ես կարծում եմ, որ եթե դուք ցանկանում եք խորը տեղեկություն ստանալ, ապա պետք է դիմեք անմիջապես այս կամ այն հոդվածների հեղինակներին։ Իր խոսքերով Հայաստանը եւ Ադրբեջանը ցանկանում են ելք գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ճգնաժամից եւ Ռուսաստանը կարող է երաշխիք լինել։ Նա նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է հարևանների միջև լարվածության նվազեցման մեջ եւ հավելել, որ իրենք կշարունակեն ամեն կերպ աջակցել Ղարաբաղյան կծիկի քանդման ուղիների որոնումներին ԵԱԿ Մինսկի խմբի շրջանակում, ինչպես նաեւ Երևանի եւ Բաքվի հետ անմիջական կապերի ընթացքում։ На самом деле, мне думается, что Իրականում ես կարծում եմ, որ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը իսկապես ցանկանում են ելք գտնել այդ խնդրից, որպեսզի ապրեն խաղաղ, համերաշխ, որպեսզի համագործակցեն, զարգացնեն տնտեսությունները։ Հույս ունենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կկարողանան հասնել գոյություն ունեցող հակասությունների փոխզիջումային կարգավորման առանց հաղթողների եւ պարտվողների։ Իսկ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանի սպառազինության մատակարարմանը Պուտինը նշել է, որ սպառազինությունների ժամանակակից շուկայում ցանկացած երկիր կարող է գնել գրեթե ցանկացած զենք։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում վերջերս տեղի ունեցած պատանդառության դեպքերին։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անընդունելի է լուծել հարցերը հակասահմանադրական գործողությունների միջոցով։ Я хочу подчеркнуть, что Россия, напомнить, с самого начала Ռուսաստանը հենց սկզբից խիստ դատապարտել է Երևանում Սասնա ծռեր զինված խմբի գործողությունները։ Անընդունելի եմ համարում ներքաղաքական խնդիրները ոչ լեգիտիմ հակասահմանադրական գործողությունների միջոցով լուծելու ցանկացած փորձ։ Ամփոփելով հանդիպումը Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ուշադիր հետևել է վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի արտաքին քաղաքական շփումներին եւ նշել, որ Երևանը միայն կշահի տարածաշրջանում Մոսկվայի դերի ակտիվացումից։ Мы высоко ценим роль России в мире
Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերը աշխարհում եւ մասնավորապես մեր տարածաշրջանում, որտեղ զուգահեռ ընթանում են կայունության եւ անվտանգության վրա ազդող բազմաթիվ գործընթացներ։ Հայաստանում ուշադիր հետևում էին վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի նախագահի ինտենսիվ արտաքին քաղաքական շփումներին, ինչը լիովին հասկանալի է, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը, Իրանը եւ Թուրքիան Հայաստանի սահմանակից պետություններ են։ Ես համոզված եմ, որ Հայաստանը միայն շահում է մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերի ակտիվացումից։ Հայկանուշ Հայրապետյան, օրագիծ։